Մայրաթոր Սուրբ Էջմիածինն արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխուլ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեի ստահոդ հայտարարություններին, որում մասնավորապես ասվում է. Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխուլ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն։ Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում եւ տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը, անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի մայր տաճարը գտնվում են պատմական ադրբեջանական հողերում եւ հայերը որպես թե յուրացրել են այդ տարածքները։ Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադեն եզրափակում է հայ առաքելական եկեղեցին ներկայացնելով որպես սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։ Զավեշտալի է թվում, որ խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թվականների երկրորդ կեսին ադրբեջանցի էթնոնիմ ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են։ Առավել քան զարմանալի է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից։ Նույն էժանագին գործելավոճն է ընկած նաև Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի անվան շուրջ Փաշազադեի կատարած շահարկման հիմքում։ Իգիտություն պետք է ընդունել, որ Դոնի Ռոստովի մերձակա բնակավայրերն անվանվել են Նոր Նախիջևան հենց ցարական Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ, որպես հարգանքի արտահայտություն պատմականորեն հայկական Նախիջևանից այդ տարածք տեղափոխված հայերի։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակային խոսքերում շարունակաբար տեղ գտնող թշնամանքի ու կեղծարարության նման դատապարտելի դրսևորումներն ինքնին վկայությունն են այն իրողության, որ Ադրբեջանը հենց ինքն է Փաշազադեի խոսքերով ասված սպառնալիք տարածաշրջանի հարևան երկրների համար։ Եվ վերջում հարկ է մեկընդմիշտ արձանագրել, որ սուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել, որքան էլ հաճախ ու խանդավառությամբ կրկնվեն։ Հատկանշական է, որ այսօր մայիսի 26-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիայի Բեռն քաղաք մասնակցելու եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու կողմից կազմակերպված կրոնական ազատություն, հայկական հոգևոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում, Լեռնային Ղարաբաղում խորագրով միջազգային համաժողովին։ Նորին սրբության պատվիրակության կազմում են Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը եւ Մայրաթորի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Գարեգին Վարդապետ Համբարձումյանը։ Հայոց հայրապետը ժողովականներին հղելու է իր ուղերձը, որում փաստարկված ներկայացնելու է նաեւ ադրբեջանական կեղծարարության հեռահար նկրտումները։ Անուշ Առաքելյան, Եկեղեցական կյանք։ Մայիսի 24-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշան շնորհեց գործարար Արթուր Գրանցին։ Նրա բարերարությամբ Բելարուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կառուցվել է հայկական առաջին եկեղեցին, որը կրում է հայոց առաջին հայրապետի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը։ Հանդիսավոր արարողության ընթացքում Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը ներկայացրեց բարերարի ազգօգուտ ու հայրենանվեր գործունեությունը։ Ապա Էջմիածին Նիհորե Շարականի երգեցողության ներքո բերվեց հայրապետական սրբատար կոնդակը, որում նորին սրբությունն իր գնահատանքն է հայտնում բարերարին եկեղեցանպաստ ու հայրենանվեր գործի համար։ Առաստված հավատքով ու պատրաստակամ հոգով դուք հանձնառակ Բելարուսի առաջին հայկական եկեղեցու կառուցումը, հոգևոր բերկրանք եւ խնդություն պարգևելով մեր ժողովրդի բարեպաշտ զավակներին։ Նորակառույց եկեղեցու Սուրբ Խորանից բաշխվող երկնառակ շնորհներով զորանալու է բելարուսահայ համայնքի հոգևոր ու ազգային կյանքը, խարսխված տերունաշնոր հավատքի առ հայրենին եւ առ եկեղեցին սիրո վրա, եւ մեր զավակները բարձրալի օրհնության ներքո հավատարիմ իրենց ինքնությանը մեր ժողովրդի նվիրական ավանդներին ու արժեքներին կերտելու են իրենց լուսավոր ու բարոր ապագան Բելարուսի օրհնյալ երկրում, ասված է սրբատար կոնդակում։
Արթուր Գրանցը իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հայրապետին բարձր գնահատանքի ու պարգևի համար։ Բարերարը հայ համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը նորակառույց եկեղեցու օծման նպատակով Բելառուս կատարած այցի համար։ Ամենայն Հայոց Հայրապետը արարողության ավարտին հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց բարերարին։ Эта награда я не ожидал, что я буду получить. Իհարկե շատ անսպասելի էր այս պարգևն ինձ համար, երբ եկեղեցու շինարարությունը պլանավորում էինք, առաջին հերթին մտածում էինք բելառուսահայերի մասին, որոնք չեն ունեցել հայկական եկեղեցի, եւ քանի որ ես այնտեղ Բելառուսում եմ սովորել, ուզում էի, որ այնտեղ եկեղեցի լիներ։ Ինքս Սուրբ Էջմիածնում եմ մկրտվել փոքր տարիքում, եւ երբ սովորում էի Բելառուսի համալսարանում, երազում էի, որ երբ հնարավորություն ունենամ, այնտեղ հայկական եկեղեցի կկառուցեմ։ Եվ ահա այդ երազանքը կատարվել է եւ այսօր շքանշանը ստանալը մեծ պատիվ է ինձ համար։ Իհարկե անակնկալ էր, բայց շատ թանկ, բառերով դժվար է փոխանցել։ Արժեքավոր պարգև է ինձ եւ ամբողջ ընտանիքիս համար։ Большая честь, это невозможно передать словами. Сыновья крестились в Эчмиадине. Տղաներս մկրտվել են Էջմիածնում, դուստրս Ֆրանսիայի հայկական եկեղեցում։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ հայկական եկեղեցին միավորող դեր ունի եւ հատկապես այն մարդկանց համար, որոնք հայրենիքում չեն ապրում։ Մենք եկեղեցու հարևանությամբ նաեւ հայորդաց տուն ենք կառուցել, այն նաեւ Կիրակնորիա դպրոց կլինի, որպեսզի երեխաները հաճախեն եւ իմանան իրենց լեզուն ու մշակույթը։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, թե որքան կարեւոր է մայրենի լեզուն եւ մշակույթը։ Անհարմար եմ զգում, որ վատ գիտեմ մայրենիս, թեև հասկանում եմ, բայց չեմ կարողանում խոսել։ Այդ պատճառով ուզում եմ հաջորդ սերունդը սովորի մայրենի լեզուն, դա շատ կարևոր է։ Учила армянский язык, это очень важно. Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանի նոր անուններ ծրագրի պատանի երաժիշտ կատարողները։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Գևորգյան հոգևոր ճեմարանում մագիստրոսական ավարտաճառ պաշտպանեց 3 սարկավակ։ Հանձնաժողովի ղեկավարն էր պատմաբան Արտակ Գնունին։ Հանձնաժողովի կազմում էին նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանը, ամբիոնի ղեկավարներ, դասախոսներ։ Մարտուն Սարգսակ Խուշուդյանի ավարտաճառի թեման էր հոգևոր հոգեբանական բաղադրատարերը գնդերեցների արդյունավետ գործունեության համատեքստում։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում հետայսու ճեմարանավարտ սարկավակները պարտադիր զորակոչվում են բանակ եւ ծառայում որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գնդերեցներ, սարկավակի գիտական ուսումնասիրությունը տարբեր ժամանակներում բանակում հոգևոր ծառայությանն է վերաբերում, դրա կարևորությանն ու հոգևորականի հանգամանքին։ Մարտուն Սարգսակը հույս ունի, որ իր ավարտաճառը հետագայում օգտակար ուղեցույց կդառնա հայոց բանակում ծառայող գնդերեցների համար։ Ծառայությունը եւ հոգեվորականների ներկայությունը դեռևս Եղիշեի հայոց պատմությունից իմանում ենք, որ հայոց բանակում միշտ եղել է, նույնիսկ անգամ կաթողիկոսների եւ ավելի բարձրաստիճան քան սարկավակները միշտ եղել են գնդերում։ Այդտեղից էլ գալիս է այն հանգամանքը, որ բոլոր եկեղեցիներում նման ինստիտուտը կոչվում է կապելանություն, իսկ մեր եկեղեցում կոնկրետ ունենք գնդերեց տերմինը, որը հատուկ զինված ուժերում ծառայող հոգեվորականներին է վերաբերվում։ Իմ ավարտաճառում օգտվել եմ այն առումից, որ մեր ծառայությունը այնտեղ պարտադիր է եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինվորականները, ինչպես զինվորները, այնպես էլ սպաները ծառայության բերումով բազմակի անգամներ իրենց ծառայության ընթացքում կարող են հայտնվել սթրեսային եւ անորոշ իրավիճակներում, բացի հոգեբանական կայունությունից, սթրեսակայունությունից եւ այլ հոգեբանական հատկություններից անհրաժեշտ է, որպեսզի նրանք լինեն նաեւ հոգեվոր առումով պաշտպանված եւ հոգեվոր առումով ավելի զարգացած։ Գևորգ Սարգսակ Ավետիսյանի ավարտաճառի թեման հայոց եւ վրաց եկեղեցիների բաժանումն էր։ 2020 թվականին է ընտրել այս թեման ճեմարանի այդ ժամանակվա տեսչի Հայր Գարեգինի խորհրդով։ Քանի որ Գևորգ Սարգսակը ծնունդով Թբիլիսիից է եւ փայլուն տիրապետում է վրացերենի, կարողացել է հարցին համակողմանի մոտենալ։ Սարգսակը հարցի ուսումնասիրությունը սկսել է հենց բաժանման տարեթվից 608 թվականից, ապա անդրադարձել երկու երկրների եկեղեցական պատմության փոփոխություններին, կոնֆլիկտներին։ Հայոց եւ վրաց եկեղեցիների բաժանման հարցին ժամանակին անդրադարձել են նաեւ Ներսես վարդապետ Ակինյանը հոդվածների շարքով, Վիրահայոց ներկայիս առաջնորդը դրվագներ հայոց եկեղեցու բաժանման մասին աշխատությամբ, սակայն նման համակողմանի անդրադարձ դեռ չի կատարվել։ Ի տարբերություն այդ ուսումնասիրությունների ես ավելի շատ շեշտադրումը դրել եմ վրացերեն աղբյուրների վրա եւ օգտագործել ենք այսօրվա
եւ պատմաբանների տեսակետները եւ նաեւ նախորդ դարի վերջերս գործող պատմաբանների տեսակետները, այդ թվում Իվանե Ջավախիշվիլի, ով որ հիմնադրել է Վրաց պետական համալսարանը, այսինքն մեծագույն պատմաբաններից է Վրաց պատմագրության մեջ եւ անդրադարձել ենք նաեւ հայագետ եւ պատմաբանին Զազա Ալեքսիձեին, ով որ տարիներ առաջ է իր մահկանացուն կնքել ցավոք սրտի, եւ անդրադարձել ենք Անանիա Ջափարիձեին, եւ ով եպիսկոպոս է եւ Վրաց եկեղեցում ինչ այսօր իր ծառայություն է բերում, եւ նա ամբողջական այսպես ուսումնասիրություն է գրել Վրաց եկեղեցու պատմության եւ այնտեղ զգալիորեն անդրադարձել է այս հարցին։ Վաչուտյանների իշխանական տան եկեղեցաշինարարական գործունեությանն էլ Դավիթ Սարգսակ Մնացականյանն էր անդրադարձել։ Իր աշխատությամբ Սարգսակը ցույց է տալիս, որ Վաչուտյան իշխանների վերաբերմունքն ու նվիրվածությունը մայր եկեղեցուն օրինակ կարող է դառնալ այսօրվա մարդու համար։ Իշխանական այդ տոհմը ոչ միայն ֆինանսապես է աջակցել եկեղեցուն, այլև ապրել եկեղեցական կյանքով։ Շատ հետաքրքրական է, որ ոչ միայն հայ Վաչուտյանների իշխաններն են նվիրվել եկեղեցաշինությանը, այլև նրանց կանայք։ Ամենավառ օրինակը Մամախաթուն իշխանուհին է, որը ինքն է նախաձեռնել, ինքն է ամբողջությամբ կազմակերպել տեղերի վանքի կառուցումը, ու հենց այնտեղ էլ ինքը թաղվել է։ Բացի դրանից նաև իր որդու կինը, իր թոռան կինը բոլորը ներգրաված են եղել ամբողջությամբ այն գործին, ու որը ներգրաված են եղել իրենց ամուսինները։ Ու նաև հետաքրքիր է նրանց զինանշանը, որում իրար կապված երկու արծիվներ են, բացառիկ է, որ ցույց է տալիս նրանց միասնությունը ու սերը, որը նաև արտահայտվում է եկեղեցաշինության մեջ։ Սարգսակների ավարտաճառերին անդրադարձան գիտական ղեկավարներն ու ընդդիմախոսները, կարևորելով թեմաների արդիականությունը, գիտական նորույթի բաղադրիչը, շարադրանքը։ Կարճ դադարից հետո հայտարարվեցին նաև գնահատականները։ 3 սարգսակների աշխատանքն էլ 10 բալային համակարգով 9 միավոր գնահատվեց։ Մերի Հովսեփյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։ Գոր Տոնեյանը ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ Այս տարի ավարտեց նաև 9-րդ դասարանը, ապրում են Արտաշատում։ Դաշնամուրից բացի Գորը նաև կիթառ ու շվի է նվագում, երգում է, մասնակցում է ստուգատեսների, մրցանակային տեղեր է գրավում։ Իր բանակային եղբոր Դավիթի հետ արվեստի դպրոցում նկարչության դասերի են մասնակցել։ Նրանց նկարները տան պատերին են փակցված։ Գորը Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցում խորան է բարձրանում։ Համոզված է, որ իր նվագելու, երգելու, նկարելու հմտությունները Աստծուց տրված շնորհներ են։ 5-6 տարեկանից ծառայել եմ, մինչև հիմա տենց ծառայում եմ, բարձրանում եմ խորան, նվագ դաշնամուր եմ նվագում, երաժշտական գործիքներից գիտար, մեկ էլ շվի, ուզում եմ ճեմարան ընդունվել, ուզում եմ պարապեմ ընդունեմ, այդ հետաքրքրությունները ունեմ։ Իմ ձայնը եկեղեցում է բացվել, առանց եկեղեցու գաղափար չունեմ, որ երգում եմ, պատարակների ժամանակ քիչ-քիչ սկսել է բացվել իմ ձայնը։ Եկեղեցում սպասավորել է, երբ որ գիտես ծառայում ես Աստծուն, արդեն դա շատ մեծ ոգեշնչություն է, որ գիտես դու Աստծո սպասավորն ես։ Սեղանին դրված են աղ, ջուր, հաց եւ եկեղեցուց բերված նշխար։ Մասյացոտնի թեմի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ Տեր Պողոս քահանա Միքայելյանը Տոնեյան ընտանիքում տնօրհնեքի կարգ է կատարում։ Օրհնվում են ընտանիքի անդամները, տան բերքն ու բարիքը։ Տնօրհնեք կատարվում է Սուրբ Ծննդյան եւ Հարության տոներին հաջորդող շրջանում։ Բնակարանամուտին, ընտանիքում անհաշտության դեպքում կամ ցանկացած ժամանակ, երբ մարդիկ ուզում են սեփական հարկը օրհնությամբ լցնել։ Օրհնված ջուրը, օրհնված աղը, օրհնված հացը ճաշակում ենք եւ նշխարը իբրև այդ տնօրհնեքի ընդհանուր գաղափարի մարմնացում զետեղում ենք մեր տան, ասենք, ալյուրի ամանի մեջ, հա, պահելով մինչև հաջորդ անգամ, երբ որ քահանա կգա, նոր տնօրհնեք կլինի եւ հին նշխարը կփոխարինենք նոր նշխարով։ Հավատքը ինքը հոգեվոր բան է,
մենք պետք է հավատքը հոգևոր աչքերով մոտենանք, հա, բայց երբեմն հավատքը արտաքին տեսանելի ձևեր է փնտրում։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Գորի ու Դավիթի հետաքրքրությունների ձևավորման հարցում մեծ է նրանց մոր դերակատարությունը, նաև որդիներին հորդորել խորան բարձրանալ։ Մասյացոտնի թեմի եկեղեցիներում շատ երեխաներ, երիտասարդներ են սպասավորում։ Նրանք ընդգրկված են նաև երիտասարդաց միություններում։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Վերաբացվելով Երևանում Արցախի թեմի ընծա սոցիալ-հոգևոր հոգեբանական կենտրոնի աջակցությունն արցախցիներին շարունակվում է։ Գործընկեր կառույցների հետ համագործակցաբար կենտրոնը թիրախային տարբեր խմբերի համար պարբերաբար նոր նախագծեր է կյանքի կոչում։ Այժմ կենտրոնում սրբադասված բժիշկներ խորագրի ներքո գեղարվեստական ֆիլմեր են ցուցադրվում բժշկական ոլորտը ներկայացնող արցախցիների համար։ Առաջին ֆիլմը ռուս ուղղափառ եկեղեցու սուրբ Ղուկաս Ղրիմեցու մասին էր։ Նա եղել է բժիշկ, ով սովետական հալածանքների տարիներին ստանձնել է հոգևորական դառնալը եւ դառնալով եպիսկոպոս այդ հալածանքները կրել է իր վրա եւ չի ուրացել Քրիստոսին, անգամ աքսորվել է Սիբիր, այնտեղ ենթարկվել հալածանքների, սակայն Քրիստոսին երբեք չուրանալով եւ համատեղել է նաեւ բժշկությունը իր եպիսկոպոսության հետ, գուցե շատերի համար նորություն կլինի, որ բժիշկը կարող է սրբադասվել եւ սուրբ լինել իր մասնագիտության մեջ հարատևելով եւ իր մասնագիտությունը Աստծուն ծառայեցնելով։ Ներկաները երախտագիտությամբ հիշեցին հատկապես արցախյան վերջին պատերազմի ժամանակ բժիշկների ցուցաբերած սխրանքների մասին։ Լավ բժիշկը լավ մարդն է, ասում է ապագա բժիշկ Ավետ Մարտիրոսյանը։ Այսպես այդ լավ բժշկի կերպարը որպես թռչնի կերպարով մի ճախրող կերպար է, որի մի թևը որպես ինքը լավ մարդ եւ մյուսն էլ որպես իր գիտելիքներով հզորոշտված մասնագետ։ Այսինքն, եթե երկու թևերով օժտված է տվյալ անձը, ապա կարելի ասել, որ ինքը հաջողել է որպես բժիշկ, իմ կարծիքով։ Կենտրոնում թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններն առաջիկայում կշարունակվեն, իսկ թիրախային այլ խմբերի համար նախատեսված ծրագրերին արցախցիները կարող են ծանոթանալ կենտրոնի Facebook-յան էջից։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Տարոնիկ գյուղը Արմավիրի թեմի համայնքներից է, այստեղ է գտնվում Սուրբ Զորաց մատուռը, այն անցած տարի է կառուցվել Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին։ Մատուռի կառուցման գաղափարը համայնքի բնակիչ Սամվել Հովսեփյանինն է եղել, նրա որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։ Մատուռի հարակից Հայրոսների այգում մայիսի 24-ին Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիան ծառատունք կատարեց։ Ծրագրով նախատեսվում է կանաչապատ գոտիներ ստեղծել նաև հայորդյաց տների և Սարդարապատի հուշահամալիրի տարածքներում։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Հինգշաբթի օրը մայիսի 29-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Համբարձման տոնը։ Տոնի հիմքում Մարկոսի և Ղուկասի ավետարաններում նաև Գործք առաքելոցում ներկայացված պատմություններն են, որոնցում նկարագրվում է, թե ինչպես հարությունից 40 օր հետո Հիսուս իր աշակերտների հետ բարձրացավ Ձիթենյաց լեռը։ Ձեռքերը պարզելով օրհնեց առաքյալներին և նրանց աչքի առաջ երկինք համբարձվեց։ Քրիստոսի հարությունը վկայում է Տիրոջ հաղթանակը մահվան նկատմամբ, իսկ համբարձումը մեր կյանքում Քրիստոսի հավիտենական ներկայությունը։ Համբարձման տոնը հայտնի է ժողովրդական ավանդույթներով և հանդիսություններով, վիճակի և ջանգյուլումի ծեսերով։ Վիճակը կապված է մատնիչ Հուդայի փոխարեն վիճակահանությամբ 12-րդ առաքյալին Մատաթիային ընտրելու հետ։ Տոնի ժողովրդական սովորույթներն են ծաղկահավաքը, ուխտագնացությունները, ծիսական ուտեստները։ Այդ օրը Սուրբ Պատարագից հետո ավանդույթի համաձայն համբարձման կաթնապուր են ճաշակում, ծաղկաշատ վայրերում զբոսանք և խաղեր կազմակերպում։
Համբարձման տոնին հատկապես մարդաշատ են Վարդենիկի եւ Լուսագյուղի Թուխմանուկ եկեղեցիները, Արայի լեռան լանջին գտնվող Ծաղկևանքը։ Ավանդության համաձայն քրիստոնյա Վարվարան փախչելով կռապաշտ հորից ապաստանում է Արայի լեռան քարանձավում։ Հայրը հետապնդում է աղջկան եւ սպանում։ Նահատակվելուց առաջ Վարվարան Աստծուն խնդրում է, որ ծաղիկ եւ կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով։ Ուխտավորները հավատում են, որ Ծաղկևանքի քարայրի բուժիչ ջուրը օգնում է վերականգնել տեսողությունը։ Համբարձման տոնին հիշատակվում է նաև հայրապետական աթոռը Սիս քաղաքից Մայր աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր եւ նվիրապետական գերագույն իշխանությունը ամենայն հայոց կաթողիկոսությունը պաշտոնապես հիմնադրվել է Վաղաշապատում, որտեղ էլ կառուցվել է միածնաեջ Սուրբ տաճարը։ Պատմական հանգամանքների բերումով ամենայն հայոց կաթողիկոսության աթոռանիստը տեղափոխվել է տարբեր քաղաքներ՝ Դվին, Աղթամար, Անի, Սիս։ 15-րդ դարի սկզբներին Հայաստանից դուրս գտնվող կաթողիկոսական աթոռն այլևս չուներ համահայկական նշանակություն։ Կիլիկյան Հայաստանը հայտնվել էր մահմեդական երկրների օղակի մեջ եւ աստիճանաբար հայաթափվում էր։ Ազգային եկեղեցական ժողովի որոշմամբ 1441 թվականին Մայր աթոռը մեկընդմիշտ վերահաստատվում է Էջմիածնում։ Սուրբ աթոռի վերահաստատումը ազգի եւ պետականության պահպանության համար կենսական նշանակություն ունեցավ։ 16-ից 17-րդ դարերում Էջմիածինը հայ եկեղեցու հոգևոր կենտրոնը դարձավ նաև ազատագրական պայքարի կարևորագույն օջախներից մեկը։ Հայրապետական աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու իրողությունը հայ եկեղեցին հայտարարել է որպես ազգային տոն եւ ամեն տարի համբարձման տոնին Սուրբ Պատարագից հետո հայոց բոլոր եկեղեցիներում կատարվում է հայրապետական մաղթանքի արարողություն եւ աղոթք է բարձրացվում առ Աստված, որ անսասան պահի իր իսկ հիմնած Մայր աթոռը։